э, давайте продолжим. Исай, слышишь меня? Да, Ага. Давайте продолжим несколько богословских выводов и результатов. եկեք շարունակենք մի քանի աստվածաբանական Э, եզրակացություններով ու արդյունքներով։ Так как ангелы существа сотворенные, им нельзя поклоняться. Քանի որ հրեշտակները ստեղծագործություն են, նրանց պետք չէ երկրպագել։ Эм, Даже если Писание где-то и не упоминает конкретно ангелов, читатель может логически прийти к факту существования таких существ на следующих основаниях. Եթե անգամ այնպիսի հատվածներում, որտեղ որ Աստվածաշունչը չի հիշատակում բառով հրեշտակներին, ընթերցողը կարող է գալ այն եզրակացությանը, որ նրանք գոյություն ունեն հետևյալ պատճառներով։ Если существует ряд творений более низкого уровня по отношению к человеку, Եթե կա ավելի ստորադաս արարչագործություն մարդու հետ կապված, например, животный мир, не будет ли логичным предположить, что могут существовать творения более высокого уровня по отношению к человеку? օրինակ, եթե մարդուն վերցնենք մեր առանցքը, կա կենթանական աշխարհ ավելի ստորադաս արարչագործություն մարդուց։ Եթե սա այսպես է, եւ քանի որ սա այսպես է, բնական չի լինի ենթադրել, որ կա մարդուց ավելի վերին, հա, իր կարգով ստեղծագործություն։ Еще один аргумент. Бог сотворил определенные вещи чисто материального характера. Космос, флора, фауна и так далее. Մի ուրիշ փաստարկ։ Աստված ստեղծել է նյութական աշխարհը, տիեզերքը, բնությունը։ Бог создал человека отчасти материальным и отчасти духовным. Եվ Աստված ստեղծել է մարդուն մի մասը նյութական, մի մասը հոգեղեն։ И поэтому вопрос, возможно ли было для Бога сотворить существо чисто духовного характера. Եվ դրա համար էլ հարց է առաջանում, հնարավոր է լիներ Աստծո համար ստեղծել էակներ բացառապես հոգեղեն էությամբ։ И третий такой аргумент, не из Писания, это ограниченная природа человеческого знания просто не позволяет однозначно утверждать, что таких существ, как ангелы, не существует. Եվ այսպիսի մի փաստարկել ոչ սուրբ գրքից մտածելով այն բանի մասին, որ մարդու մտային ունակությունները սահմանափակ են, բնական չի լինի արդյոք ենթադրել, որ այդ սահմանափակ մտածողության մեջ մարդը չպետք է այնպիսի պնդում անի, որ ավելի իրենից վերև ըստ կարգի գոյություն չունեն հոգևոր իրականություններ։ Рам по этому поводу говорит, у человечества нет краткого справочника обо всех творениях Божьих. Ո՞գավարիտ Рам. Ռամը ասում է հետևյալը, որ մարդը չունի կարճ ձեռնարկ այն բանի մասին, թե այն ամեն ինչի մասին ինչ գոյություն ունի։ Человек знает о творении только то, что творение позволяет о себе узнать. Можно еще? Человек знает о творении только то, что творение позволяет о себе узнать. Մարդը արարչագործության մասին գիտի այնքան, ինչքան որ արարչագործությունն է թույլ տալիս մարդուն իմանալ։ Следующее, что мы можем сказать об ангелах, это ангелы это не освобожденные от телесной формы духи людей, которые жили раньше и умерли. Մի բան էլ որ պետք է նշենք հրեշտակների մասին, նրանք ազատված մարդկային հոգիներ չեն, ովքեր մի ժամանակ ապրել են մարմնով, հետո մարմնից արդեն ազատվել են։ Также нельзя сказать, что люди становятся ангелами, когда покидают этот мир. Նույնպես հետևաբար չի կարելի ասել, որ մարդիկ դառնում են հրեշտակներ, երբ որ այս աշխարհը լքում են։
Ага. Ну, часто, к сожалению, люди иногда так говорят о своих родственниках. Он сейчас там мой ангел на небесах. Շատ հաճախ բարեկամները խոսում են իրենց հեռացած հարազատների մասին, ասելով «Վինա իմ հրեշտակն է երկնքում հիմա»։ Да, в Евангелии от Матфея 22:30 говорится о том, что верующие будут подобно ангелам. Այո, Մատթեոս ավետարան 22:30-ում ասում է, որ հավատացյալները կլինեն հրեշտակների նման։ Но, но слово «подобно» отличается от слова «станут ангелами». Ահա։ Բայց այդ նման բառը տարբերվում է նրանից, որ նրանք կլինեն հրեշտակներ։ И поэтому нам не следует думать, что мы будем э, э, мы перерастем в ангелов или что-то такое. Դրա համար պետք է մտածել, որ մենք ուղղակի sense կզարգանանք հա էվոլյուցիայի տեսքով կամ նմանատիպ ինչ-որ գաղափարով, որ sense կզարգանանք եւ կդառնանք հրեշտակներ։ И в послании к евреям мы читаем в 12 главе 22 и 23 стих о том, что есть разница между тьмами ангелов и духами праведников, достигших совершенства. Եվ մենք Եբրայեցիս 12-րդ գլխում կարդում ենք, որ հրեշտակների եւ արդարների մեջ տարբերություն կա, որոնք որ հասել են կատարելության։ Вопрос, когда ангелы были сотворены? Հարց. Երբ են հրեշտակները ստեղծվել։ Ага. Это вопрос? Да, у вас есть идеи? Ага. Да. Դուք ձեր տարբերակների առաջարկելու համար է բարի հարցն։ Միջև եթե նկատի ունի մարդուց առաջ թե հետո, մարդուց առաջ։ До сотворения человека. Що? Я вже українською малакою. Так, еще раз. Երկնքի ստեղծման ժամանակ, հա? Ինչ? Երկնքի ստեղծման ժամանակ Во время сотворения небес. Ну, есть разные мнения. Грудем говорит. Կան տարբեր տեսակետներ, որ Գրուդը ասում է, Писание не говорит прямо, когда именно Бог сотворил ангелов, однако, рассматривая ряд текстов, описывающих неделю творения, можно сделать вывод, что Бог сотворил ангелов где-то во время 6-го дня творения. Գրուդը ասում է հետեւյալը, սուրբ գիրքը մեզ հստակ ժամանակագրություն չի տալիս, թե Աստված երբ է ստեղծել հրեշտակներին, բայց եթե մենք արարչագործության շաբաթը կարդում ենք Ընթոց գրքում, կարելի է եզրակացնել, որ հրեշտակները ստեղծվել են մոտավորապես 6-րդ օրվա ընթացքում։ И, вероятно, перед тем, как Бог сотворил что-либо материальное, это произошло. Եվ հավանական է, որ մինչև որ Աստված ինչ-որ նյութեղեն բան կպատրաստի, կարարի, դա տեղի ունեցավ։ Абсолютно очевидно, что ангелы уже существовали к моменту, описанному в Бытие 3:1. Պարզ է, որ ակնհայտ է, որ հրեշտակները արդեն կային մինչև Ծննդոց 3-ը։ Ну, когда появляется сатана, существо по определению ангельское. Այսինքն, երբ որ хандипում ենք արդեն սատանային, ով հայտնվում է թատերաբեմին, ով իրենից ներկայացնում է հրեշտակային էակ, հոգեղեն էակ է։ Также необходимо отметить, что ангелы были сотворены до окончания недели творения, так как в тексте четко сказано, что Бог закончил свой труд по сотворению. Եվ նաև պետք է պնդել, որ Աստված հրեշտակների արարումը վերջացրեց մինչև 7-րդ օրը, որովհետև հստակ ասվում է, որ Աստված իր ամբողջ արարչագործությունը ավարտեց։ Ключевые тексты в этой дискуссии — это книга Иова, 38 глава, 6-7 стих. Բանալի հատվածները այս թեմայի հետ կապված Հոբի 38:6-7 համարներն են։ Вот, я не включил. 6-7? Да, 6-7. Да, Сейчас я включу. Вы уже делали упоминание по этим стихам? Время и число, да. Да.
И также есть у вас ссылки на Бытие 1.1, Исход 20.11. Նաև դուք ունեք այսպիսի համարներ, ինչպեսին են ծննդոց Ну, временно у 1:1 вас есть. ու Ելից 20:11, տեսնում եք սլայդին էկրանի վրա։ Доктор Земек, в свою очередь, считает, что ангелы были сотворены раньше, а именно во время первого дня творения. Դոկտոր Զեմոկը մտածում է, որ հրեշտակները ավելի վաղ են ստեղծվել առաջին օրվա ընթացքում արարչագործության։ Поэтому снова точного указания у нас в Писании нет. Դրա համար նորից ասում եմ, որ Աստվածաշնչում մեզ համար կոնկրետ հստակ նշում չկա ժամանակի առումով։ Богословские выводы. Ангелы были сотворены все одновременно. Աստվածաբանական եզրակացություններ։ Հրեշտակները բոլորը միասին են ստեղծվել։ Поэтому мы не наблюдаем, что у ангелов есть ангелы-родители. Դրա համար մենք չենք հետևում տեքստում այնպիսի հատվածներ, ինչպիսիք են օրինակ, որ իրենք կան հրեշտակ ծնողներ, հա։ И согласно Колоссянам 1.16 мы видим, что ангелы, они, их сотворение представляло собой одно событие. Մենք Կողոսացից 1:16-ից տեսնում ենք, որ հրեշտակների ստեղծումը մի իրադարձություն է եղել։ И, следовательно, ну, Бог не продолжает творить ангелов. Եվ հետևաբար Աստված չի շարունակում ստեղծել էլի հրեշտակներ։ Мы видим, согласно Матфея 22 глава, 28-30 стихи, что ангелы не женятся, не выходят замуж. Можно глава еще раз? 22, 28, 30. Մենք տեսնում ենք Մատթեոս 22-27-ից 30 համարներից, որ նրանք չեն ամուսնանում։ Следовательно, они сотворены как отдельные личности. Եվ հետևաբար նրանք ստեղծված են եղել որպես առանձին ինքնություններ։ И ангелы не были сотворены святыми. Եվ նրանք ստեղծված չեն եղել սուրբ։ Относительно количества ангелов. Նրանց թվի հետ կապված։ Мы знаем, что их очень большое количество, которое трудно посчитать. Մենք տեսնում ենք, որ նրանք շատ մեծ թիվ են կազմում, որ դժվար է хашվել։ Но мы можем заключить, что их число не будет возрастать, так как ангелы не умирают или уменьшаться. Եվ մենք բայց հաստատ գիտենք, որ նրանց թիվը ոչ կավելանա, ոչ էլ կպակասի, որտեղ նրանք չեն մահանալու։ Значит, мы уже сказали, что ангелы были сотворены святыми. Մենք ասենք, որ не были сотворены святыми։ Не, они были сотворены святыми. Հրեշտակները սուրբ էին ստեղծված։ Когда Бог сотворил, Он сказал, что все хорошо весьма. Երբ որ Աստված նրանց ստեղծեց, ասեց, որ ամեն բան լավ է իր արարչագործության մեջ, բարի է։ И также из послания Иуды, 6 стих, мы можем сделать вывод, что первоначально все ангелы были святы. Ուդայի 6-րդ համարից մենք կարող ենք եզրակացնել նաև, որ սկզբնական շրջանում բոլոր հրեշտակները սուրբ են եղել։ Павел в Тимофея, в 1 Тимофея говорит о том, что есть избранные ангелы. Պողոսը Տիմոթեոսին ուղղորդում ասում է, առաջին Տիմոթեոսին ուղղորդում ասում է կան ընտրյալ հրեշտակներ։ А Петр во 2 Петра говорит о ангелах согрешивших. Իսկ երկրորդ Պետրոսի թղթում էլ կարդում ենք, որ կան մեղք գործած հրեշտակներ։ Поэтому мы можем предположить, что все ангелы могли бы оставаться святыми, как в начале. Համար մենք կարող ենք այս ամենից եզրակացնել, որ բոլոր հրեշտակները կարող էին մնալ սուրբ, ինչպես որ պատրաստված ստեղծված էին։ И те из них, кто не восстал против Бога, останутся святыми навечно. Եվ նրանք իրենց մեջից ովքեր
չեն ընդոստացել ընդդիմացել Աստծուն, կմնան ընդմիշտ սուրբ։ Другими словами, все, кто прошел испытания, остались святыми навсегда. Այսինքն նրանք, ովքեր անցել են այդ փորձությունը, նրանք միշտ կմնան սուրբ։ А те, кто пал, навсегда останутся падшими и мятежниками. Եվ նրանք, ովքեր ընկել են այդ փորձության ժամանակ, կլինեն ընդմիշտ անկյալ արարածներ, И также ангелы являются творениями. նաև նրանք ստեղծված են։ Ангелы не творец, но также Իրենք արարիչ չեն, արարված են։ ангелы отличаются от людей. Նրանք առանձնանում են մարդկանցից, Но как и люди, они существа творные или сотворенные. բայց մարդկանց նման նրանք էլ միևնույն է ստեղծագործության մի մաս են։ И это означает, что их знание и власть ограничены. Եվ սա նշանակում է, որ իրենց գիտությունն ու իշխանությունը սահմանափակ է։ Может, у них больше силы и больше жесткий диск. Այո, միգուցե նրանք ավելի շատ ուժում են կամ ավելի շատ հիշողության քարտ, այսպես ասած, Но у них есть предел. բայց դա էլ իհարկե իր սահմանը։ И ангелы не могут быть судимы. Не могут, Нет, они եւ могут быть. հրեշտակները չեն լինի դատապարտված։ Ну, Павел и в Евангелии от Матфея говорится, что ангелы будут судимы. Извиняюсь, они будут судимы или не будут? Будут. Նրանց համար էլ դատաստան կա, այսպես ասած, թե Պողոսը, թե Ավետաները ասում են, որ նրանց համար էլ դատաստան կա։ То есть они несут ответственность за свои поступки. Այսինքն նրանք իրենց արարքների համար պատասխանատու են։ Положение ангелов. Իրենց կարգավիճակը, По отношению ко Христу Քրիստոսի հարաբերակցությամբ, мы понимаем, что Христос превыше всех ангелов, потому что Он сотворил их. մենք հասկանում ենք, որ Քրիստոսը բարձր է բոլոր հրեշտակներից, որովհետև նա է նրանց արարել։ И также мы видим, что в послании к филиппийцам, у вас есть этот отрывок 2:6-8, и евреям 2:5-8-9. Ձեր մոտ կան թղթերի մեջ այդ հատվածները, մենք տեսնում ենք Փիլիպեցիս 2:6-7-ից, նաև Եբրայեցիս 2-րդ գլխից, Там в этих отрывках есть богословская дискуссия относительно кенозиса. եւ այդ хатվածներում կան կենոսիսի, այսպես ասած, վարդապետության մասին ուսուցումներ, Что Иисус, воплотившись, Он, написано, опустошил себя. Սա այն գաղափարն է, որ այս հատվածներում խոսում է այն բանի մասին, որ Քրիստոսը իր անձը ունայնացրեց, այսպես ասած, դատարկեց։ Emptied himself, да? Так. Извиняюсь. Emptied himself. Да, я уже. Да. И поэтому мы понимаем, что это не означает, что Иисус стал меньшим Богом. Բայց սա չի նշանակում իր անձը ունայնացնելը, որ նա ավելի ցածր Աստված դարձավ։ Он продолжал обладать всеми атрибутами, которые он всегда обладал и обладает. Նա շարունակեց չնայած սրան ունենալ եւ տիրել այն հատկանիշներին Աստվածային, որոնց նա միշտ տիրում էր եւ հիմա էլ ունի այդ հատկանիշները։ Но он временно ограничил себя в проявлении некоторых атрибутов. Ժամանակի մեջ ուղակի որոշակի հատկություններից իրեն սահմանափակեց։ Но автор послания к евреям говорит о том, что заняв
восприняв человеческое тело, он поставил себя в положение ниже ангелов. Եվ Եբրայեցիս թղթի հեղինակը ասում է մարդանալով նա իրեն ավելի ցածր դասեց հրեշտակներից դիրքով։ Но как только он совершил свой труд спасения, он занял прославленное положение. Բայց այն բանից հետո երբ որ կատարեց փրկagorցությունը, դրանից հետո զբաղեցրեց իր նախկին դիրքը։ Поэтому он был превознесен выше всего творения. Դրա համար նա բարձրացվեց ամեն ինչից վեր ստեղծագործության։ Также положение ангелов по отношению к человеку. Նաև պետք է խոսենք հրեշտակների ու մարդու դիրքերի մասին։ Мы можем сказать, что на протяжении нынешнего века ангелы равны с человеком в том, что как первые, так и последние считаются Божьими слугами. Այս դարաշրջանի կտրվածքով թե մի խումբը, թե մյուս խումբը հավասար են առումով, որ Աստծո ծառաներ են իրենք։ Однако ангелы превосходят людей, когда речь идет о их настоящей силе. Բայց չնայած սրան հրեշտակները գերազանցում են մարդկանց իրենց ուժով, երբ որ խոսքը սրան է հասնում։ И несмотря на то, что ангелы существа ограниченные, ангелы все же обладают более превосходной мудростью. Եվ չնայած նրան, որ հրեշտակները սահմանափակ արարածներ են, նրանք իրենց իմաստությամբ գերազանցում են։ А также силой, чем люди. Եվ նաև ուժով։ И они не подвержены ограничениям человеческой природы. Եվ նաև նրանք սահմանափակված չեն մարդկային բնությունով։ И они не могут испытать смерть физическую. Եվ նրանք չեն կարող ֆիզիկական մահվան ենթարկվել։ Ну и даже когда мы говорим о вечном наказании, смерть вторая, которая используется по отношению к неверующим. Եվ անգամ երբ որ մենք խոսում ենք երկրորդ մահվանից, որ խոսում է անհավատների վերաբերյալ։ И смерть вторая — это когда неверующие будут судимы и брошены в озеро Огненное. Եվ այդ երկրորդ մահը իրենց ներկայացնում է այն իրադարձությունը, երբ որ անհավատները դատապարտվում են եւ նետվում են կրակի ու ծծումբի լիճը։ И мы знаем, что в озере Огненном кто там еще будет? Մենք գիտենք այդ կրակի լիճում ելով է լինելու։ Ну, падшие ангелы. Անկյալ հրեշտակները։ Поэтому в этом смысле они будут иметь тот же опыт второй смерти, что и неверующие грешники. Եվ այս իմաստով նրանք նույնպես կունենան նույն պատիժը, ինչ որ ունենան անհավատ մարդիկ։ Но это не означает прекращение существования. Բայց դա չի նշանակում գոյության դադարեցում։ И те, и другие будут просто навечно отделены от Бога. Թե մի խումբը, թե մյուս խումբը կլինեն ուղղակի հավիտենապես առանձնացված Աստծուց։ Это что мы можем сказать относительно нынешнего века, относительно в веке будущем. Հիմա գալիք դարաշրջանի մասին։ В веке будущем искупленные, прославленные люди будут в некотором смысле занимать более превосходное место, чем ангелы. Ապագայում փրկագնված մարդկությունը կլինի որոշակի իմաստով ավելի բարձր կարգավիճակում, քան հրեշտակները կլինեն։ И эта перемена, она фактически связана с воплощением Христа. Եվ այս փոփոխությունը փաստացի կապված է Քրիստոսի մարմնացումով։ А также его превознесение. Նաև իր համբարձման հետ, բարձրացման հետ։ Поэтому, как новое творение во Христе, члены нового народа, образцом и главой которого является сам Христос, мы, которые обрели спасение, уже сегодня разделяем это превознесенное положение и порядок.
Դրա համար լինելով նոր ստեղծագործության մի մաս, բարձրացված Քրիստոսի մարմնի անդամները լինելով, մենք ունենք որոշակի արդեն հիմա էլ որոշակի առավելություն։ По замыслу Бога даже в этом веке ангелам не дана привилегия проповедовать Евангелие. Даже в этом Ну, Бог решил, чтобы Евангелие проповедовали грешные спасенные люди, а не ангелы. Չնայած այս մեր կարգավիճակին, լինելով փրկված, բայց դեռ մեղավորներ, Աստված իր իմաստության մեջ որոշել է, որ հենց մենք պետք է քարոզենք ավետարանը։ Поэтому, ну, как иллюстрация этого утверждения, ангел является Корнилию и говорит: иди найди Петра, чтобы он тебе сказал слова, которыми ты спасешься. Ты и дом Մի твой. սրա օրինակ հրեշտակը հայտնում է Կորնելիոսին եւ ասում է գնա գտի Պետրոսին, ով քեզ խոսի խոսքեր, որոնցով դու կփրկվես։ Да, мы читаем про ангела, который будет возвещать Евангелие в конце века перед вторым пришествием Христа. Այո, մենք նաեւ կարդում ենք, որ հրեշտակները ավետարանը կհրճակեն ժամանակաշրջանի վերջում Քրիստոսի երկրորդ գալուստից առաջ։ Но по большей своей части проповедь Евангелия возложена на людей, не на ангелов. Բայց մեծամասնությամբ ավետարանի քարոզությունը դրված է մարդկանց վրա։ И также ангелы, нигде мы не читаем в Писании, что они сотворены по образу и подобию Божию. Նաեւ մենք Սուրբ գրքի մեջ չենք կարդում, որ հրեշտակները ստեղծված են Աստծո պատկերով եւ նմանությամբ։ И также, следовательно, не имеет части в прославленной судьбе человечества, искупленного Христом. Դրա համար էլ նրանք չունեն մաս եւ չունեն բաժին փրկագնված մարդկության այդ ապագա կարգավիճակի մեջ։ Давайте поговорим о природе и качестве ангелов. Եկեք խոսենք հրեշտակների որակների ու բնության մասին։ Ангелы — это личности, Նրանք անձեր են, и это касается как добрых, так и злых или падших ангелов. եւ այս անհատականություն լինելը, հա, այսպես ասած, վերաբերվում է թե անկած հրեշտակներին եւ թե չմեղանցած հրեշտակներին։ И у вас представлены тексты, они обладают разумом, Եվ դուք ունեք այս հատվածները, նրանք ունեն միտք, и мы должны, конечно, понимать, что они обладают, и складывается впечатление, более превосходным знанием, чем люди. եւ ստացվում է տպավորություն, որ նրանք ունեն ավելի բարձրակարգ գիտություն, քան մարդիկ են տիրապետում։ Да, это мы можем объяснить тем фактом, что ангелы были сотворены как существа более высокого порядка во Вселенной, чем люди. Եվ սա մենք կարող ենք բացատրել նրանով, որ հրեշտակները ավելի բարձր կարգի արարածներ են որպես ստեղծագործության մեջ, քան մարդիկ։ И, следовательно, вполне естественно, что они обладают более превосходным знанием. Եվ հետո բնական է, որ նրանք ավելի երազանց են իրենց գիտության մեջ։ И ангелы знают о Боге больше, чем люди. Հրեշտակները ավելին գիտեն Աստծո մասին, քան մարդիկ։ Ангелы обретают свои знания благодаря длительному наблюдению за человечеством. Եվ նրանք իրենց гитությունը վերցնում են իշնորհիվ այն բանի, որ նրանք հետևում են երկար ժամանակահատված մարդկությանը։ И в определенном смысле им не нужно изучать прошлое, поскольку они на опыте знают его. Եվ հետևաբար նրանք կարիք չունեն ուղղակի ուսումնասիրելու անցյալը, որտեղ նրանք իրենց փորձով գիտեն։ Поэтому, наблюдая, скажем так, за человечеством, они хорошо знают, как поступали и реагировали в тех или иных ситуациях люди, и, следовательно, они более точны в своих предсказаниях, как поведет себя человек в той или иной ситуации. Եվ քանի որ նրանք տեսել են պատմության ընթացքում մարդիկ իրենց ինչպես են դրսևորել, հա, ապագայում էլ կարող են նրանք
ճշգրիտ լինել իրենց կանխատեսումների մեջ, թե մարդը իրեն տրված իրավիճակում ինչպես կդրսևորի։ Плюс мы должны понимать, что ангелы не подвержены греховному влиянию на разум, к которому подвержены люди. Եվ նաև նրանք գիտենք, որ ենթակա չեն մեղքով բարակված գիտակցությանը, բանականությանը, որը որ չի կարելի ասել մարդու մասին։ Поэтому наш процессор с дефектом Դրա համար մեր processor-ը այսպես եթե արտահայտվենք, их работает нормально. իսկ իրենցը աշխատում է առանց խափանումների։ Они обладают чувствами, Նրանք ունեն զգացմունքներ, они радуются, նրանք ուրախանում են, они могут гневаться, նրանք կարողանում են բարկանալ, у них есть страх, նրանք վախի են ենթակա и они обладают волей. եւ նրանք ունեն կամք։ И однако, как и другие сотворенные существа, они подчиняются воле Божией. Եվ ինչպես մնացածը, նրանք Աստծո կամքին ենթարկվում են։ Это касается как добрых ангелов, так и злых. Սա վերաբերվում է թե բարի, թե չար հրեշտակներին։ Так. И там есть еще у вас про способности, вы можете эти отрывки посмотреть. Այս մնացած հատվածներն էլ կարող եք ամեն սլայդի ամենաներքևի հատվածում գրված հատվածները կարող եք ուսումնասիրել իրենց մնացած կարողությունների մասին հետևեկություն հավաքելու համար։ Так. И также у нас есть явление ангелов. Ну, давайте еще поговорим о том, что они духовные существа. Եկեք իրենց հայտնվելու մասին խոսելիս ասենք, որ նրանք հոգեղեն էակներ են։ И обычно ангелов, бесов, сатану обычно называют духами. Եվ սովորաբար հրեշտակներին, սատանային դևերին անվանում են հոգի։ И в Евреям 1:14 ангелы названы служебными духами. Եվ Եբրայեցիս 1:14-ում հրեշտակները անվանված են ծառայող հոգիներ, սպասավոր հոգիներ։ Поэтому духи, они не материальные, они бестелесны. Դրա համար հոգիները նրանք ֆիզիկական չեն, առանց մարմին են։ И для нас это не просто понять. Եվ դա մեզ համար հեշտ չի գիտակցել։ Ну, мы знаем, что Бог есть дух, Մենք գիտենք, որ Աստված է հոգի, но Бог присутствует на всяком месте, но ангелы нет. մենք գիտենք, որ Աստված ամենուրեք է, բայց հրեշտակները ոչ։ Поэтому они не являются вездесущими. Դրա համար մենք գիտենք, որ նրանք ամենուրեք չեն։ Они ограничены в пространстве. Նրանք սահմանափակված են տարածության մեջ։ И когда они являются людям, они и являются людям в видимом образе. Դրա համար երբ որ իրենք հայտնվում են մարդկանց, հայտնվում են տեսանելի կերպարանքով։ Поэтому в иудаизме и раннем христианстве бытовало такое представление, что тела ангелов состоят из эфира или из пламени. Դրա համար հուդայիզմում եւ վաղ քրիստոնեական շրջանում կար այսպիսի տեսակետ, որ տարածված էր այսպիսի տեսակետ, որ նրանց մարմինը բաղկացած էր կրակից կամ ինչ-որ եթերային նյութից։ Но уже в средние века утвердилось понятие о том, что ангелы это существа без плоти. Բայց հետո միջնադարում տեսնում ենք այսպիսի գաղափար, որ ուղղակի հրեշտակների մասին խոսում ենք որպես անմարմին էակներ։ Поэтому Писание недвусмысленно называет ангелов и бесов духами. Դրա համար Սուրբ Գիրքը իզուր չի, որ նրանց անվանում է հոգի։ Помните, когда Христос явился после воскресения, ученики думали, что видят духа, то Христос сказал, что дух плоти и костей не имеет.
Ինչ մեկ են հատվածը, երբ որ Քրիստոսը հարությունից հետո երևաց աշակերտներին, երբ որ նրանք կարծեցին, որ նա հրեշտակ է, Հիսուս ասաց, որ հոգին մարմին եւ ոսկոր չունի։ Поэтому каким-то образом духовная природа ангелов вовсе не препятствует им появляться перед людьми. Դրա համար էլ նրանց հոգեղեն լինելը ընդհանրապես չի խանգարում իրենց մարդկանց առաջ հայտնվելու համար։ Поэтому обычно ангелы являются в человеческом образе и чаще в образе мужчин. Դրա համար նրանք շատ հաճախ գրված է որ հայտնվում են մարդկային տեսքով, կերպարանքով եւ շատ հաճախ գրված է հենց տղամարդու կերպարանքով։ Но Захария 5:9, там текст, можно подумать, что ангелы представлены в виде двух женщин. Բայց Զաքարիա 5:9 նայելով կարելի է նաեւ մտածել, որ այնտեղ հրեշտակները երկու կանանց կերպարանքով են նկարագրված։ И ангелы, они могут являться человеку как во сне, так и наяву. Можно еще раз? И ангелы могут являться человеку как во сне и наяву, явно. Նաև հրեշտակները կարող են մարդկանց հայտնվել թե երազի մեջ, թե հենց իրենց առաջ գալ։ И мы видим, что слуга Елисея, он видел гору, наполненную конями и колесницами огненными. Մենք հիշում ենք Եղիսեի ծառան, երբ որ տեսավ Սարը, որը ծածկված էր կառքերով եւ ձիավորներով, հրեղեն, հրեշտակների մասնակցքը։ И в некоторых видениях ангелы, ну, в видениях небесных, ангелы выглядят совершенно иначе, когда они являются в образе человеческом. Եվ մենք տեսնում ենք, որ երկնային տեսիլքների մեջ հրեշտակները լրիվ այլ կերպարանք ունեն, համեմատած նրա, որ հանդիպում են մարդկանց։ И у некоторых ангелов, мы читаем, есть крылья. Եվ որոշակի հրեշտակներ մենք կարծում ենք, որ ունեն ցևեր։ А у некоторых были ноги. Եվ որոշները ուղղակի ոտքեր ունեն։ Ну, змей, да? Будешь ползать на своем чреве. Так, то есть тоже мы можем сказать, что ангелы, они бессмертны в физическом смысле. Մենք տեսնում ենք, որ հրեշտակները ֆիզիկական իմաստով անմահ են։ Поэтому бессмертие ангелов и прославленных тел людей исходит от Бога и зависит от Его воли. Մարդկանց անմահ լինելը, հրեշտակներինն էլ իրենց հավիտենական լինելն էլ կախված է Աստծո կամքից։ Так, ну мы уже немного поговорили относительно озера Огненного и тот факт, что ангелы будут продолжать падшие существовать и там. Մենք մի փոքր արդեն խոսեցինք կրակի լճի մասին ու ասացինք, որ այնտեղ ընկած հրեշտակները կշարունակեն իրենց գոյությունը։ Так, количество ангелов не увеличивается, это мы уже говорили, наверное. Մենք արդեն դա ангелы, они не подлежат искуплению, тоже мы говорили. Մենք խոսեցինք նման բանի մասին, որ այս թիվը չի շատանա եւ նրանք քավության հետ կապ չունեն։ Тут у меня много материала, надо чуть-чуть пропускать. Так. Շատ նյութ ունեմ, պետք է մի փոքր բաց թողեմ։ Так. Явление ангелов. Наш слайд. Մեր սլայդը հրեշտակների հայտնվելը։ Ну, обычно они невидимы для человеческих глаз.
Սովորաբար նրանք մարդու աչքին անտեսանելի են։ Но также, как мы уже говорили, иногда они являются в образе людей. Բայց նրանք մենք ասացինք, որ ժամանակ կար ժամանակ հայտնվում են մարդկանց կերպարանքով։ И когда они являются в образе людей, складывается впечатление, что если они хотят, они могут принимать пищу. Եվ մենք գիտենք, որ նրանք երբ որ այդպես հայտնվում են, կարող են անգամ սնունդ ընդունել։ Часто их в Библии принимают за людей или мужчин. Շատ անգամ Աստվածաշնչում իրենց ընդունում են մարդու տեղ կամ տղամարդու անգամ ընդունում են։ Часто их одежда яркая и сияющая. Շատ անգամ նրանց հագուստը փայլող է։ И в основном явление их присутствия людям, они в таком нормальном, скажем так, сознательном состоянии находятся. Люди. Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ հրեշտակները հայտնվում են, նրանք մարդիկ այդ բայրին գիտակից կարգավիճակում են մնում։ Помните, трое ангелов пришли к Аврааму, и он там угощение им дал. Ինչու՞ մենք երեք այն հրեշտակները, որ եկան Աբրամի մոտ եւ նա հյուրասիրեց իրենց։ Но также мы видим, что они пребывают в славе. Մենք գիտենք նաև, որ նրանք ապրում են փառքի մեջ։ И они обладают крыльями, мы уже тоже это говорили. Դե որոշները ունեն անգամ թևեր։ Так, различные классификации ангелов. Նրանց տարբեր հատկանիշները։ Мы видим, что они обладают нравственностью. Մենք տեսանք, որ նրանք ունեն բարոյականություն։ Они святые и избранные ангелы. Всякий раз, когда один ангел или же группа ангелов упоминается в Библии, без уточнения их характеристик, это всегда хорошие ангелы. Ամեն անգամ երբ որ սուրբ գրքում հանդիպում են հրեշտակի մասին հիշատակման առանց որակավորման, դրանք լավ հրեշտակներ են։ Но их место обитания это небеса. Բայց իրենց բնակության վայրը երկինքներում է։ Или как апостол Павел во 2 Коринфянам 12 главе говорит, третье небо. Եվ ինչպես ասում է Պողոս առաքյալը 2 Կորինթացիներին 12-ում, երրորդ երկնքում։ Ну, первое небо это там, где летают птицы. Առաջին երկինքը դա այն է, որտեղ թռչում են թռչունները։ Второе небо это где находятся звезды. Երկրորդ երկինքը դա այդ աստղային տարածությունն է։ А третье это где пребывает Господь. Եվ երրորդը այն է, որտեղ ապրում է Աստված։ Падшие ангелы. Ընկած հրեշտակները։ Их можно разделить на две группы. Նրանց կարելի է բաժանել երկու խմբի։ Есть ангелы, которые связаны узами. Կան, որ կապված են կապանքներով։ 2 Петра говорит адского мрака, и в послании Иуды и Откровение говорится о бездне. Երկրորդ Պետրոսը խոսում է Ուհուդայի թուղթը խոսում է խավարի մասին, որտեղ կապանքներով նրանք կապված են, նաև Հայտնության գիրքը խոսում է անդունդի մասին։ И в этом контексте как раз используются аргументы относительно взгляда о том, что сыны Божии в Бытие 6 глава это падшие ангелы, которые оставили свое жилище и жили, спали с этими женщинами. Եվ հենց այս համատեքստում էլ խոսվում է ծննդոց 6-ի թեմայի մասին, որտեղ ասում է, որ նրանք թողեցին իրենց բնակությունը եւ
մարդկանց որդիներին ներողություն մարդկանց դուստրերից իրենց համար կնության վերցրեցին։ Поэтому те, кто не считает, что сыны Божии в Бытие 6 это ангелы, аргумент часто звучит, что ангелы не имеют плоти. Դրա համար այն մարդիկ, ովքեր չեն մտածում, որ ծննդոց նշվածը հրեշտակներ են, իրենց փաստարկները հետևաբար շատ հաճախ այսպեսին են լինում, որ հրեշտակները չունեն մարմիններ։ Но читая Писание, получается, что когда ангелы являются людям, то они принимают какую-то физическую форму. Բայց մենք տեսնում ենք Սուրբ Գիրքը կարդալիս շատ հաճախ, երբ որ հրեշտակները հանդիպում են մարդկանց, հայտնվում են նրանց մարդկային հենց մարմնով։ Поэтому есть категория ангелов, которые не сохранили своего достоинства. Դա համար կան հրեշտակների դասակարգ, որոնք որ պահել իրենց արժանապատվությունը, И они сейчас закованы, находятся в вечных узах под мраком. եւ նրանք հիմա խավարի կապանքներով կապված են։ Если саранча в Откровении 9 главе представляет собой злые духи, Եթե հայտնության գրքի այդ մորեխները իրենցից ներկայացնում են չար հոգիներ, тогда и эти заключенные в узах под мраком до того момента, пока не будут освобождены для того, чтобы мучить жителей земли во время периода Великой Скорби. Другими словами, они будут освобождены на короткое время. Իսկ ստացվում է որ նրանք այդտեղ կապված են այնքան ժամանակ, մինչև որ մեծ նեղության ժամանակ կարծակվեն ու երկրի բնակիչներին նեղություն կտան։ Поэтому, есть над чем подумать. Դրա համար կա էլի բաներ, որոնց վրա արժի մտածել։ В Откровении 9:14 говорится о 4 ангелах, связанных при великой реке Ефрате. Հայտնություն 9:14-ում խոսվում է 4 հրեշտակների մասին, որոնք որ Եփրատ գետի մոտ կապված են։ И как только они освободятся, они поведут армию из 200 миллионов сверхчеловеческих всадников. Եվ մենք տեսնում ենք, որ երբ որ նրանք ազատվում են 200,000-ից ավել գեր մարդկային, այսպես հա, ուժով զորք են հավաքում։ И они умертвят третью часть населения Земли. Եվ նրանք բնակչության 1/3-ը կսպանեն։ Но также есть другая категория ангелов, которые находятся сейчас на свободе. Сейчас Сейчас они свободны, они не в заключении. Եվ նաև կա մյուս կատեգորիան այս դատապարտված հրեշտակների, որոնք որ հիմա ազատության մեջ են։ Часто ангелы, они падшие употребляются вместе со своим руководителем сатаной. Նրանք շատ հաճախ օգտագործում են իրենց կառավարչի հետ, նշում են սատանայի անունը։ И эти ангелы активно пытаются противостоять Богу, его народу и оказывают активное влияние на то, что происходит в мире. Եվ այս տեսակի հրեշտակները ակտիվ գործունեություն են ծավալում հակառակության համար Աստծուն իր ժողովրդին եւ ներգրավվածություն ունեն նրանում, ինչ որ կատարվում է հիմա աշխարհում։ И они служат под руководством сатаны. Իրենք ծառայում են սատանայի հրամանատարության ներքո, հա։ Хотя в конечном итоге они вынуждены подчиняться Богу. Բայց չնայած այս ամեն ինչին վերջնական իմաստով նրանք ուղղակի ստիպված են ենթարկվել Աստծուն։ И мы видим их действия в Евангелиях описаны таким образом, что они проявляют сверхчеловеческую силу. Մենք ավետարանների նկարագրությունից տեսնում ենք, որ իրենք դրսևորում են գերբնական ուժ, И они влияют на людей, причиняя физические, эмоциональные, психические расстройства. ազդում են մարդկանց հոգեղեն աշխարհի վրա, տալիս են նրանց
զգայական, հոգեկան տարբեր ճնշումներ, հա, ենթարկում են իրենց բանականությունը տարբեր ճնշումների, и болезни, նաև ֆիզիկական հիվանդություններ տարբեր տեսակի, причиняют смерть, անգամ մահ, а также учат лжеучением. նույնպես сովորեցնում են սուտ վարդապետություն։ Ну, этот список можно продолжать. Падение ангелов. Բայց այս ցուցակը կարելի է դեռ շարունակել։ Հիմա սկսում ենք հրեշտակների անկումի մասին խոսել։ Так, где-то так, явление, классификация. Так, так, верующим. Так, ну, пока здесь попробуем. Ну, факт их падения, несмотря на то, что ангелы были сотворены совершенными, ряд отрывков Писания представляет нам некоторых ангелов злыми. Չնայած որ նրանք սուրբ են ստեղծված, սուրբ գիրքը մեզ նկարագրում է որոշ հրեշտակների, որոնք որ չար են հանդիսանում։ И также Писание, ну, как мы уже говорили, есть утверждение, что они согрешили и оставили свое первоначальное место. Եվ նաև սուրբ գրքից մենք ունենք վկայություն, որ նրանք մեղանչեցին եւ իրենց առաջնային բնակության вайրը թողեցին։ Поэтому нет сомнения в том, что именно сатана был предводителем этого отступничества. Դրա համար կասկած չկա, որ հենց սատանան է հանդիսանում այդ հավատուրացության, այսպես ասած, առաջնորդը։ И снова, когда хочу side note, или как это сказать, Да, когда мы говорим о доктрине об ангелах, Նաև այսպես ասած մի հավելում անեմ, երբ որ մենք խոսում ենք հրեշտակների վարդապետության մասին, нам нужно понимать, что вся информация, представленная в Писании, она является косвенной. մենք պետք է հասկանանք, որ ամբողջ ինֆորմացիան, որ մեզ տրամադրում է սուրբ գիրքը, այդ բոլորը հպանցիկ են, այսինքն ուղիղ այդ թեմայի մասին չեն խոսում։ Другими словами, Անուղղակի հղումներ են։ ангелы не являются главными участниками повествования. Այսինքն Աստվածաշնչի ինտեգրատությունը, որը մեզ հայտնվում է, հրեշտակները չեն հանդիսանում դրա կենտրոնը։ И у нас нету отдельной главы, которая говорила бы вот учение об ангелах. Եվ մենք չունենք առանձին գլուխ, որը տրամադրված կլինի հենց հրեշտակաբանությանը, որ մեզ ասի, թե ինչ է նրանց հետ կապված ամեն, այսպես ասած, դետալը։ Поэтому нам приходится составлять это учение из множества отрывков, которые являются второстепенными по значимости. Դրա համար մենք ստիպված ենք մեր այս ուսմունքը հանել տարբեր հատվածներից, որոնք որ երկրորդական են իրենց նշանակությամբ այս թեմայի հետ կապված։ И поэтому в некоторых моментах мы можем и вынуждены делать какие-то предположения. Դրա համար մենք որոշակի հատվածներում ստիպված ենք անել ենթադրություններ։ И поэтому по некоторым вопросам мы просто не в состоянии сказать однозначно, что вот это случилось тогда-то или еще что-то. Դրա համար մենք որոշ իրադարձությունների մասով չենք կարող ասել, որ հաստատ այս բանը այս ժամանակահատվածում է տեղի ունեցել։ Поэтому, говоря о времени падения, причинах, мы должны исходить из этих маленьких крупиц, которые находятся в Писании. Դրա համար այս հրեշտակային ըմբոստության տեղի պարագայի ժամանակի հետ կապված դատողություններ անելիս մենք պետք է առաջնորդենք այս փոքր հատվածային, հա, տեղեկատվություններով, որ մենք փորձում ենք տարբեր տեղերից հավաքել եւ ընդհանուր պատկերացում կազմել։ И, следовательно, точного времени грехопадения мы не знаем, но мы можем сделать вывод, что это случилось до грехопадения человечества. Մենք հաստատ ժամանակ չենք կարող նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել
իրենց անկումը եւ մեղսագործությունը, բայց մենք կարող ենք ասել, որ դա մինչեւ մարդու անկումներ։ Поэтому некоторые, говоря о времени, особенно те, кто придерживается теории промежутка между Бытие 1.1 и 1.2, Что они говорят? но они говорят, что грехопадение произошло между первым и вторым стихом первой главы Դրա Бытия. համար, ահա, դրա համար տեսեք, այսպիսի թեորիա կա, որ ծննդոց առաջին եւ երկրորդ գլուխների միջև կա ժամանակահատված, այսինքն ինքը քրոնոլոգիական շարունակությունը չի երկրորդ գլուխը առաջինի։ Եվ այս մարդիկ, ովքեր այսպես են հավատում, ասում են, որ առաջինի ու երկրորդի միջև ընկած այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել հրեշտակների անկումը։ Но данная теория не имеет библейского основания. Բայց այս տեսությունը թեորիան չունի ոչ մի աստվածաշնչյան հիմք։ Поэтому даже если допустить, что Иезекииля 28 глава указывает на сатану, Եթե մենք հաշվի առնենք, որ Եզեկիել 28-րդ գլուխը խոսում է սատանայի մասին, существует достаточное основание в самом тексте Иезекииля в пользу того, что сатана еще не пал во время насаждения Эдемского сада. եթե այսպես հաշվի առնենք, մեր այդ տեքստից ունենք բավականաչափ հղումներ այն բանի մասին, որ սատանան եդեմական պարտեզի այդ տեղակայման, արարչագործության ժամանակ այդ պատրաստման պահին դեռ ընկած չէր։ Поэтому, я думаю, вы знаете, Иезекииля 28 глава, Исайя 14 глава, это те классические отрывки, к которым обращаются для того, чтобы обсудить эти вопросы. Ես կարծում եմ, որ դուք գիտեք արդեն այդ գլուխները, Եզեկիել 28-ը, Եսայի 14-ը, որտեղ քննարկվում են որտեղ երբ որ քննարկվում է այս թեման, հղումներ են արվում այս գլուխներին։ Причины падения. Պատճառի մասին խոսենք անկման։ Вот что пишет Тисон по этому поводу. Кто? Тисон. Մեջ բերում եմ անում այն բանից, թե ինչ է գրում Տիսոնը այս դեպքի հետ կապված։ Это одна из глубочайших тайн богословия. Սա աստվածաբանության մեծագույն խորհուրդներից կամ գաղտնիքներից мեկն է։ Некоторые утверждают, что все, что только существует, обязано своим существованием Богу, а потому он должен быть автором греха. Որոշները ասում են, որ այն ինչ որ գոյություն ունի, իր գոյության համար պարտական է Աստծուն, դրա համար Աստված հանդիսանում է մեղքի հեղինակը։ На подобные утверждения мы ответим так. Այսպիսի պնդումներին կամ նմանատիպ պնդմանը մենք կպատասխանենք հետևյալ կերպ։ Если Бог действительно является автором зла и осуждает творение за совершенный грех, тогда фактически у нас нет нравственной вселенной. Եթե Աստված հանդիսանում է հենց այդ մեղքի հեղինակը, որ իր ստեղծագործության մեջ կա մեղքը, բայց նա չի դատապարտում այն, նա դառնում է ոչ բարոյական ստեղծագործության հեղինակ։ И полезно также помнить, что творение первоначально обладало способностью грешить и не грешить. Եվ նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ առաջնային առումով ստեղծագործությունը ուներ հնարավորություն մեղանչելու եւ չմեղանչելու։ Это значит, что сатана находился в таком положении, где он мог делать то и другое, не испытывая никаких ограничений, делать то, что ему хотелось. Եվ սա նշանակում է, որ սատանան գտնում է այնպիսի կարգավիճակում, որ նա կարող է թե մեկը անել թե մյուսը, ոչ մի բանով սահմանափակված չլինելով։ То есть его воля была автономной. Այսինքն իր կամքը դա էր իր կամքի տերը, այսպես ասած։ А потому нам необходимо прийти к выводу, что падение ангелов являлось вполне сознательным и самоопределенным
мятежом против Бога. Դրա համար մենք կարող ենք ասել, որ հրեշտակների ըմբոստությունը եւ անկումը հանդիսանում էր իրենց ազատ կամքի ուժերի ներքո։ Но если мы зададимся вопросом, а какой же был тогда тот особый мотив, который скрывался в основе этого мятежа? Եվ ինչ պետք է ասենք այն բանին, թե ինչն էր կանգնած այդ ըմբոստության հետևում դրդապատճառի մասով։ Мы можем получить из Писания несколько ответов. Մենք կարող ենք Սուրբ Գրքից մի քանի պատասխան ստանալ։ Великое преуспевание и великая красота является как будто возможным намеком в этом отношении. Великий успех и великая красота. Великая успех и красота ангелов։ Угу. Ну, То есть- сатаны. Всё։ Այսինքն մենք այս դրդապատճառների անդրադառնալով կարող ենք Աստվածաշնչյան տեքստից հասկանալ, որ սատանան ուներ բարձր դիրք, նա հաջողակ էր եւ նա փառավոր էր իր տեսքով։ Князь Тирский как будто является символом сатаны в Иезекииле 28 главе. Եզեկիել 38-րդ գլխում Տիրոսի իշխանը կարծես իներ պատկերը սատանայի։ И он пал в силу именно этих вещей. Եվ նա հենց այս հանգամանքներով ընկավ։ Порочные амбиции и желание превзойти Бога является как будто другим намеком. Մեղավոր սկզբունքները եւ այսպես ասած Աստծուց առաջ անցնելու այդ ցկտումը հաջորդ ակնարկն են։ Царь Вавилонский был исполнен этими амбициями, и он тоже может быть символом сатаны. Исайя 14:13. Եսայի 14:13-ում Բաբելոնի թագավորը լցվածներով այսպիսի սկզբունքներով կարող է հանդիսանալ որպես խորհրդապատկեր սատանայի։ Поэтому, как видите, ну, и Тисон, и другие богословы, они не рассматривают Иезекииля 28 и Исайя 14 как прямое описание сатаны. Եվ Տիսոնից կամ մնացած նմանատիպ աստվածաբաններից կարող եք ենթադրել եւ տեսնել, որ նրանք այս երկու տեքստերը Եզեկիել 28 Եսայի 14 չեն դիտարկում նկարագրողական տեքստեր սատանայի վերաբերյալ։ Герменевтика должна играть определяющую роль в толковании богословия. Գերմենևտիկան պետք է խաղա կարևոր դեր Աստվածաշնչի մեկնաբանության հարցում։ Если рассматривать эти отрывки в контексте, они описывают князя Тирского и царя Вавилонского. Եթե համատեքստի մեջ նայենք, այս հատվածները նկարագրում են Տիրոսի ու Բաբելոնի իշխաններին։ Ряд ближнего контекста и определенные утверждения в этих главах указывают, что речь идет о людях. Մոտակա համատեքստը եւ ընդհանուր գլխի մեջ եղած նշումները մեզ ցույց են տալիս, որ խոսքը մարդկանց մասին է։ Но это не означает, что автор, богодухновенный автор, записывая эти строки, косвенно ссылался на знание о грехопадении сатаны. То есть это не значит, что они не могли это делать, да? Нет, они непосредственно говорили, описывали людей, Да. но описывали людей, проводя параллель с падением сатаны. Այո, ճիշտ է, որ տեքստում մոտակա համատեքստում եւ տեքստի մեջ էլի դետալներ կան, որոնք խոսում են այն մասին, որ սրանք մարդիկ են, բայց դա չի նշանակում, որ Աստծո
կողմից ներշնչված հեղինակները չեն կարող այս ամենը նկարագրել իրենց мտքում հաշվի առնելով այս մեղսագործությունն ու անկումը հրեշտակների մասով։ Поэтому, ну, в моем личном понимании, князь Тирский и царь Вавилонский — это, скажем так, жалкая пародия на того, что сделал сатана. Իմ տեսակետով Կյուրոսի ու Բաբելոնի իշխանները նրանք խղճուկ կրկնօրինակներն էին նրա, ինչ արել էր սատանան։ Поэтому, скажем так, есть общий образ, тенденция развития греха. Դրա համար կա ընդհանուր պատկեր եւ ուղղվածություն մեղքի զարգացման հետ կապված։ Поэтому то, что случилось с сатаной, случится и с этими царями. Դրա համար էլ այն ինչ որ տեղի ունեցավ սատանայի հետ կլինի նաեւ այս մարդկանց հետ, այս թագավորների հետ։ Ну, вот почему я раньше говорил, что ну, у нас нет прямых отрывков, которые бы ну, ясно излагали детальное учение и отвечали на все наши вопросы. Դրա համար է ես քիչ առաջ ասում, որ մեր համար չկա ուղիղ տեքստեր, որոնք որ կխոսեն այս հարցերի շուրջ եւ կպատասխանեն այս հարցերին։ Далее Тисон говорит, во всяком случае, это была эгоистичная неудовлетворенность тем, что он имел, которая побудила в нем страстное желание похитить то, что по праву принадлежало кому-то иному. Եվ Տիսոնը առաջանցում ասելով, որ այս էգոիստական այս ցանկությունը իր մեջ այնքան բորբոքվեց, որ նա փորձեց վերցնի այն, ինչ որ օրենքով իրեն չէր պատկանում, մեկ ուրիշին էր պատկանում։ Поэтому нет сомнения, что причина падения сатаны являлась также причиной падения других злых ангелов. Դրա համար սատանայի անկումը պատճառ հանդիսացավ նաև մնացած մյուս հրեշտակների անկմանը, չար հրեշտակների մասն է խոսքը։ Помните, это другая немножко иллюстрация, но все же Петр, когда лицемерил относительно пищи, когда пришли братья из Иерусалима. Սա մի քիչ այլ օրինակ է, բայց իլյուստրացիայի համար ասեմ, հիշում եք Պետրոսին, երբ որ գաղատացիս նամակում նա սնունդի հետ կապված խնդիր ուներ, երբ որ Երուսաղեմից եղբայրներ եկան։ И там написано, что с ним лицемерили другие братья и даже кто? Հիշում եք, որ ասում է, որ անգամ Պետրոսի հետ շատ եղբայրներ էլ ծրվեցին այս երեսպաշտությամբ, ու հիշում եք ելով Պետրոսի հետ։ Վարնավա։ Варнава, да. Поэтому дурной пример заразительный, да, есть такая фраза. Դրա համար կարելի է այսպես ասել, որ չար օրինակը վարակիչ է։ В Откровении 12:4 мы читаем, что дракон увлек 1/3 звезд своим хвостом. Հայտնություն 12:4-ում մենք կարդում ենք, որ վիշապը իր պոչով 1/3 աստղերի իր հետ վայր գցեց։ Это может быть указанием на треть ангелов, которые пали вместе с сатаной. Կարող է սա հղում լինել հրեշտակների 1/3-ին, ովքեր ընկան սատանայի հետ միասին։ Это приводит нас к определенным результатам падения. Դա մեզ բերում է որոշակի արդյունքների անկման հետ կապված։ Все ангелы потеряли свою первоначальную святость и стали вполне испорченными по своей природе и поведению. Все злые ангелы, да? Все-таки? Можно эту мысль еще раз? Да, я не понял. Все ангелы потеряли свою первоначальную святость и стали испорченными. Բոլոր հրեշտակները սրա արդյունքում կորցրեցին իրենց առաջնային սրբությունը եւ դարձան վարակված մեղքով։ И некоторые из них были кинуты в ад, и там они содержатся до дня осуждения. Դրա համար նրանցից որոշները
այնտեղ պահվում են դժոխքում մինչև դատաստանի օրը։ Другие, они остались временно свободными и заняли положение, стали в оппозицию к делу добрых ангелов. Իսկ նրանցից որոշներն էլ ժամանակավորապես ազատ մնացին եւ գրավեցին այնպիսի դիրք, որը հակառակ է բարի հրեշտակներին։ Когда Христос придет второй раз и установит тысячелетнее царство, то сатана будет временно скован на 1000 лет. Երբ որ Քրիստոսը երկրորդ անգամ գա, հազարամյա թագավորությունը հաստատելու սատանան կապված կլինի 1000 տարի։ И еще один вопрос часто задается в контексте этой дискуссии. Могут ли ангелы пасть сегодня, согрешить святые ангелы? Ну, Писание молчит по этому поводу. Մի հարց էլ կապված է թեմայի հետ, երբ որ բարձրացնում են այն հարցը, որ կարող են հիմա հրեշտակները ամբոստանալ Աստծո դեմ եւ ընկնել, կասեմ, որ Սուրբ Գիրքը լրում է այս մասով։ Ну, некоторые рассматривают Откровение 12:4, это утверждение третьих ангелов, и делают вывод, что, возможно, это падение еще не произошло. Ոմանք նայում են այս հայտնության 12:4-ին, աստղերի 1/3-ը երբ որ ընկնում է, եւ ասում են, որ այդ անկումը դեռ տեղի չի ունեցել։ Далее у нас на слайде есть иерархия ангелов. Հաջորդը մենք սլայդում ունենք հրեշտակների հիերարխիան, պաշտոնական դասակարգությունը։ И у нас есть ряд терминов, которые Писание использует. Եվ մենք ունենք տերմինների շարք, որ այս թեմայով Սուրբ Գիրքը օգտագործում է։ Первый из них это архангелы. Դրանցից առաջինը հրեշտակապետերն են։ И в отношении них есть традиционные взгляды. Кто они такие? Եվ հրեշտակապետերի հետ կապված կա ավանդական տեսակետ։ Некоторые из отцов церкви, отцов ранней церкви, они учили, что существует только 3 архангела. Եկեղեցու հայրերից որոշները սովորեցնում էին, որ միայն 3 հրեշտակապետեր կան։ Римская католическая церковь в своем богословии утверждает, что существует 7 архангелов. Հռոմի կաթոլիկ եկեղեցին իր աստվածաբանության մեջ նշում է, որ կա 7 հրեշտակապետ։ Подобно вавилонским и персидским верованиям. Նման բաբելոնական ու պարսկական հավատալիքներին։ И причину данному числу они находят в фразе 7 духов в книге Откровения 1:4 и 4:5. Եվ սրա հետ կապված նրանք ինչի համար են այս պնդումը անում, հայտնության 1:4-ում կա 7 հոգիների մասին հիշատակում։ И также они ссылаются на апокрифическую литературу, в которой говорится об этом. Նաև նրանք հենվում են ապոկրիֆային գրությունների վրա, որոնք որ նշում են այս հանգամանքը։ Поэтому среди этих 7 ангелов всегда упоминают Михаила и Гавриила. Դրա համար այս հրեշտակներին թվարկելուց միշտ հիշատակում կա Միքայելի ու Գաբրիելի։ И Тисон указывает, что всегда упоминает Рафаила и Уриила. Եվ Տիսոնը ասում է, որ կա միշտ հիշատակում Ռաֆայելի ու Ուրիելի մասին։ Енох в книге Еноха упоминает Рагуила и Зариила. Հենոքի գիրքը հիշատակում է Ռագուելին ու Ազարիելին։ И соответствующий вариант этой книги предлагает нам на полях еще 7-го ангела Ремиила. Նաև այդ գիրքը մեզ առաջարկում է մյուսին Ռեմիելին 7-րդ հրեշտակին։ Поэтому если у вас родится 7 сыновей, Համար եթե դուք 7 տղա ունենաք, вы знаете, что делать.
Գիտեք ինչ անեք արդեն։ Ну, вдруг. Եթե այդպեսի Да. բան լինի։ Ну, надо же по-библейски называть. Պետք է Աստվածաշնչյան անվանումներ տալ։ Но я своего сына Марк назвал. Բայց ես իմ որդուն Մարկոս անվանեցի։ Вот. Хорошо. Многие протестанты считают, что существует только один архангел. Михаил. Շատ բողոքականներ մտածում են, որ կա միայն մի հրեշտակապետ, Միքայելը, Некоторые предполагают, что их было первоначально только двое, Михаил и Люцифер, однако последний вскоре отпал. որոշները պնդում են, որ սկզբից երկուսն էին, Միքայելն ու Լյուցիֆերը, եւ դրանից հետո Լյուցիֆերը ընկավ, մնաց միայն Միքայելը։ Некоторые пытаются это обосновать на греческом тексте отрывка 1 Фессалоникийцам 4:16, аргументируя тем фактом, что нет артикля перед словом архангел, и это означает, что эту фразу следует перевести как просто при ангельском гласе. Это какой текст? 1 Фессалоникийцам 4:16. Առաջի Թեսաղոնիկեցիս 4:16-ում հրեշտակի մասին խոսելիս որոշներ ասում են, որ տեսեք, եթե որոշիչ հոդը չկա, այդ չեն կարող հաստատ բան ասել, այսինքն ուղղակի նշանակում է, հա, որպես հրեշտակ։ Но в послании Иуды, 9 стих, там слово архангел имеет артикль. Բայց Հուդային համարում հրեշտակապետ բառը ունի այնտեղ որոշիչ հոդ։ То есть аргумент ставится тем, что это есть определенный какой-то архангел. Այսինքն փաստարկը այն է, որ քանի որ կա այս որոշիչ հոդը, ուրեմն մի հրեշտակապետի մասին ենք խոսում։ Какие библейские данные у нас есть? Ինչ Мы видим Աստվածաշնչյան փաստեր մենք ունենք։ Михаил, еврейское имя архангела, означает подобный Богу. Միքայելը հրեական անունը հրեշտակապետի նշանակում է Աստծո նման։ И он имеет особое отношение к израильскому народу. Եվ այն ունի յուրատուկ հարաբերակցություն Իսրայելի ժողովրդի հետ։ И он также будет оказывать помощь в контексте грядущих испытаний. Եվ նա այս գալիք փորձությունների համատեքստում էլի օգնություն կցուցաբերի։ И в великой скорби он приведет ангельские небесные армии против сатаны и его злого полчища. Եվ մեծ նեղության ժամանակ նա իր հեշտական զորքը կբերի սատանայի դեմ։ Мы также видим в послании Иуды там спор Михаила относительно тела Моисея. Մենք Հուդայի թղթում տեսնում ենք վիճաբանություն Միքայելի ու սատանայի միջև Մովսեսի մարմնի հետ կապված։ Поэтому он имел, наверное, какое-то отношение к погребению, но не обладал достаточной силой в самом себе, чтобы судить сатану. Խնդիրը ըստ երևույթին հարկավորության մասին էր, բայց ինքը իր մեջ ուժ չգտավ սատանային ինքնուրույն դատապարտելու համար։ И это указывает на то, что он, будучи творением, пусть и достаточно сильным, могущественным, должен был уповать на великую Божью силу. Եվ այս հանգամանքը խոսում է այն բանի մասին, որ լինելով ստեղծագործություն չնայած իր ուժին, նա պետք է էլի
հենվեր Աստծո վրա։ Есть еще один ангел, это Гавриил. Կա մի հրեշտակել Գաբրիելը, э, Сильный муж Божий. Աստծո ուժեղ մարդ, հա, զորավոր մեկը Աստծո։ Но он нигде, в принципе, не назван архангелом. Բայց սկզբունքային ոչ միտեղ ինքը անվանված չի հրեշտակապետ։ Но некоторые его характеристики и ту роль, которую он выполняет, возможно, позволяет нам включить его в эту категорию. Բայց գործառույթներից որոշները, որ նա անում է, մեզ թույլ է տալիս, հնարավոր է թույլ է տալիս իրեն մտցնել այս դասակարգման մեջ։ Ну, например, в Даниила 10:10 два этих ангела, они так описаны, как будто они равны. Դանիելի 10:10-ում օրինակ էս երկու հրեշտակներ այնպես են նկարագրված, կարծես նրանք հավասար են։ Он приносит там ответ на молитву Давида о смирении, и это случилось так быстро, что он даже перебил Даниила, извиняюсь, даже перебил молитву пророка. Եվ նա այնտեղ այնքան արագ է բերում պատասխանը աղոթքի, որ անգամ ընդհատում է մարգարեին։ И мы видим, что он, ну, играет важную роль, объявляет о рождении Иоанна Крестителя, и Марии сообщает о воплощении Божьего Сына. Տեսնում ենք, որ նա նաև կարևոր դեր է խաղում Հովհաննես Մկրտչի ծնունդի մասին ավետիս տալուց եւ Մարիամին էլ հաղորդում է Քրիստոսի մարմնացման մասին։ И в Торгумах, арамейских толкованиях Ветхого Завета, Եվ արամերեն թարգումների մեջ, այսինքն նրանք իրենց մեկնաբանություն են ներկայացնում 5 տակարանի, Хурцов присутствует, тут ответ на его, не ответ, а дополнительная пища для размышлений. Խոսովի համար ավել այսպեսի մի սնունդ մտածելու համար։ Так в Торгумах утверждается, что Гавриил передавал весть братьям Иосифа, погребал тело Моисея и истребил войско Синахирима, царя Ассирийского. Այնտեղ ասում են, որ Գաբրիելը հենց այն մեկներով Հովսեփի եղբայրների դավադրության մասին ասեց Հովսեփին, թաղեց Մովսեսին, и третье, что он делал, истребил войско Синахирима, царя Ассирийского. Խոսրով եղբոր տված հարցը Սենեքերիմի այդ բանակը հենց ինքն էր որ ջախջախեց։ Поэтому... То есть Габриил, да, делал это? Ну да, это мнение толкователей Ветхого Завета. Թարգումի հրեական մեկնաբանություն է 5 տակարանի։ Но они не читали Новый Завет и не придерживались нашего богословия. Այսինքն իրենք չունեին մեր աստվածաբանությունը նոր տակարանի։ Իսկ դասախոսը ո՞նց է մտածում։ Թե իր պատասխանը անգամ ասեց եղբայրս, կմտածում է որ Հիսուսն էր։ ինքը հա, էդի բայց ինքը ասեց ես ինձ տենց է թվում, թե նոր ասեց էդի, ուղղակի չլսեցի։ Անցած ժամին էր ասել էդի քեզ։ Окей. Ну карцик, да, просто так. То есть, извиняюсь, чтобы это зафиксировали. По вашему мнению, это был Иисус, да? Я думаю, который истребил Сенекерима и его армию. Я думаю, это мог быть Иисус, и я с этим проблем не имею. Но прямого указания в тексте, ну, я не могу сказать, что это точно Иисус. Մտածում եմ որ կարամ մեկնվի այսպես ունի խնդիր այդ մեկնության հետ, բայց հասկանում եմ որ տեքստի մեջ ուղիղ հիշատակում որպես այդպեսին չկա։ Поэтому, когда я приду в вечность и узнаю, что это был Иисус, ну, я могу сказать, я где-то так думал, да. Այսինքն ասում եմ, երբ որ հավիտենության մեջ ես հանկարծ իմանամ, որ դա Հիսուսն է, կասեմ, ես այդպես էլ մտածում եմ։
Ну, если это был просто ангел, ну, я не сильно буду расстраиваться. Եվ եթե բարձրի որ դա ուղղակի հրեշտակ էր, ես շատ չեմ հիասթափվի։ Эм, В Даниила 10:13 сказано, что князь царства персидского стоял против меня 21 день, но вот Михаил, один из первых князей, пришел помочь мне. Не слышно? Да, я слышу. Ага. Алло, Даниила я слышу вас. 10:13. Ալյո, Я вас слышу. ալյո։ Հովնան ջան, մենք քեզ լսում ենք։ Դասախոսի ձայն լսվում է։ Ես քեզ լսում եմ, չգիտեմ։ Հա, брат Вячеслав? Да, Все, слышно. все работает, да. Даниила 10:13. Դանիել 10:13։ Мне читать это? Да, прочитайте, Да. пожалуйста. Սակայն Պարսից թագավորության իշխանը 21 օրից դիմադրեց, բայց Միքայելը գլխավոր իշխաններից մեկը ինձ օգնելու եկավ եւ ես նրան այնտեղ Պարսից թագավորի մոտ թողեցի։ Поэтому один из первых князей, ну, поэтому тут возникает вопрос, ну, как это все понимать. Եվ այստեղ հարց առաջանում է իշխաններից մեկը, հա, ոնց մեկնենք։ Ну, это все относительно дискуссии, если только один архангел, ну, Սա այս возможно, այն հարաբերակցությամբ, որ եթե ասվում է օրինակ որ կա մի շտակապետ, возможно их, да, несколько, да. հնարավոր է իրենք մեկը չէին, մի քանիսն էին։ Ну, кроме архангелов, мы понимаем, есть еще другие категории ангелов. Բայց բացի հրեշտակապետերից մենք գիտակցում ենք, որ կան մի քանի էլի հրեշտակային կատեգորիաներ, Есть херувимы, կան քերովբեներ, и это в ангельской иерархии херувимы, по видимости, занимают довольно высокое положение. եւ այս հրեշտակային հիերարխիայի մեջ քերովբեները բավականին բարձր դիրք են զբաղեցնում։ Ну, исходя из этих косвенных указаний Иезекииля 28, 14-16, можно сделать вывод, что сатана был херувимом. Եվ այս անուղակի հատվածներից Եզեկիելի 28 Եսայի 14 կարելի է ենթադրել, որ սատանան հենց քերովբե էր։ Кто был поставлен охранять сад Эдемский после грехопадения? Херувим. Ով էր դրված հսկելու հետմական պարտեզի ծառը վտարումից հետո քերովբեն։ Кто изображен над крышкой завета? Ով է ուխտի տապանակի այդ վրայի հատվածի պատկերը քերովբե։ Мы видим в книге Иезекииля, он видит херувимов в своем видении. Մենք տեսնում ենք Եզեկիելի մարգարեության մեջ իր տեսիլքում նա քերովբեներ է տեսնում։ И некоторые считают, и я, наверное, тоже, что 4 животных, исполненных очей спереди и сзади в книге Откровения, это херувимы. Եվ որոշները մտածում են, ես էլ երևի այդ շարքում, որ այն 4 կենդանիները, որոնք ներկայացված են, իրենք էլ էին իրենց ներկայացնում քերովբեներ։ Поэтому они выполняют такую, ну, роль стражей. Դրա համար կարող ենք ասել նրանք, այսպես ասած, պահապանի դեր են խաղում։ И в книге Иезекииля 41 главе мы читаем, что в тысячелетнем царстве, когда будет построен новый храм, херувимы также будут частью этого украшения. Մենք տեսնում ենք, որ Եզեկիելի 41-ից, երբ որ հազարամյա թագավորության ժամանակ նոր տաճար կկառուցվի, քերովբեները կլինեն էլի այդ գեղեցկացնող, հա, բաներից մեկը այդ տաճարի զարդարանքներից։ Серафимы. Սերովբեները։ Слово «сиять» или «гореть» означает. Փայլել, վառվել, այդ բառից է գալիս։ Упоминается только в Исаии 6 главе.
Հիշատակում եմ միայն Եսայի 6-րդ գլխում։ И кажется, что они также в своем положении близки к Херувиму. Թվում է թե նրանք նման են իրենց կարգով մոտիկ են հա քերովբեներին։ Поскольку они находятся в близком присутствии к Богу. Քանի որ նրանք մոտ են գտնվում Աստծո ներկայությանը։ И то, как описывает Исаия, то у этих ангелов сколько крыльев? Ոնց է նկարագրում Եսային, քանի թև ունեին այդ հեշտակները։ Հարց աղում ձեզ։ Это вопрос? Да. Հարց աղում ձեզ։ Ага. 6, да? Мгм. Поэтому лицо закрывает, ноги закрывает и летает. Դրա համար կարողանում են դեմքը ծածկել, ոտքերը ծածկել եւ թռչել։ Интересно, если они закрывают лицо, они летают с закрытыми глазами. Եթե իրանք դեմքը փակում են, արտաշկերում են թռչել։ Не знаю. Никогда не думал, что да, об этом утверждении. Вот. Տեսնես իմ հրեշտակը, դե մենք գիտենք որ ամեն մեկը հրեշտակ ունի, դասախոսին թարգման ես Սայջան։ Հասաովնան ասում է հետաքրքիր է իմը քանի թև ունի։ У инка Брат, он говорит, мы знаем, что индивидуально каждый из нас имеет ангела. Интересно, у моего сколько крыльев? А мы еще не говорили над этим вопросом, мы поговорим. Так, время. У нас все так интересно, что мы забываем про время. Ճիշտ ժամանակն է պետք անելու Точное время идти в lunch break, да? Փոսը լցնելու Хорошо, тогда продолжим после обеда, да? Да. Ровно 3. Хорошо.